Մենք ունենք հստակ դեր, սահմաններ գծելու, կանոններ թելադրելու։ Մեր տանը առնվազն, հա, մեր տանը այսպես է, մեր տանը սա չենք անում, դու շարունակաբար դա անում ես, ես դրա հետ համաձայն չեմ, ես ունեմ շատ խոր էմոցիաներ, ինձ շատ ցավոտ է, երբ որ ես քեզ մի ինչ որ մեկին, քեզերը թքո, դու քեզ այդ դրանք հանենք, ես ինձ վատ եմ զգում, դա իմ սկզբունքներին դեմ է, ու ես ուզում եմ ինձ կոմֆորտ լինի այս տանը ապրել։ Երբ որ ես ինչ որ մեկին խնդրում եմ մի բան անել, օրինակ չեմ կաթը խմելուց հետո դնել սառնան, որտեվ կաթը փչանում է, կամ ափսեն ուտելուց հետո դնել լվացարանի մեջ, ի վերջո, որովհետև ես դրա համար չեմ ծնվել ու մտքում գնում է այդ երկար ճառը, բայց ես ինձ սփում եմ, չեմ ասում, այդ ժամանակ էլ կգան փոփոխությունները, հա։ Երբ երեխան կհասկանա, որ վայ դու էլ հույզեր ունես, մի րոպե ոնց մենակ ես չեմ, դու էլ վիրավորվեցիր, դու էլ նեղվեցիր ինչ որ բանից, որ վայ ես կարող եմ ազդել դրա վրա, ես կարող եմ քեզ օգնել ինչ որ բան փոխել, ու վայ ինչ հանգիստ ասեցիր, ոչ թե գոռացիր, այլ կաթը թափեցի, ասենք չեմ 10 տարեկան, չհավաքեցի, ձեն տվեցիր, հա Սոֆի։ Ինչ։ Էլի սպասում ես գալիս, ինչ, ու ափսեն կտելից լվացարանում։ Ոչ թե դու էլի ափսեն 18-րդ անգամ ես քեզ ախր տենց հեշտ է, բայց արդյունքը նույնն է։ Ես կարող եմ անverջ գոռամ դու էլի ափսետ թողեցիր, ես քեզ 100 անգամ ասել էի ափսետ, կարող եմ ասել Սոֆի ափսեն։ Նույն բանն է տեղի ունենի, ուղղակի նույն ձև կարելի է ափսեն դնի լվացանի մեջ գնա։ Ինձ ճառը կլինի, թե ուղղակի Սոֆի ափսեն կլինի, թե Սոֆի դուրը փակի, այդ կլինի։ Սոֆի քնելու ժամն է, Սոֆի էս ինչ։ Կլինի լրիվ նույն արդյունքը, հավատացեք։ Ու իրենց հետ ընկերաբար նշանակում է թույլ տալ, որ դուք խոսեք իրենց հետ եւ իրենք խոսեն ձեզ հետ։